Բաքվի բանտում տանջամահ են անում Վիգեն Էլջեքչյանին։ Կինը Լինդան ահազանգում է, որ ամուսնու վիճակը կտրուկ վատացել է։ Վիգենն այլևս չի կարողանում քայլել։ Անվասայլակի կարիք ունի, բայց ադրբեջանցիները հրաժարվում են տրամադրել։ Մենք հարցնում ենք նրան ինչպես ես ու սարսափում ենք նրա պատասխանից։ Ասում է հիվանդ եմ, չեմ կարողանում քայլել։ Ընկնում եմ, չեմ կարողանում ոտքերիս վրա կանգնել։ 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգենից 45 օր ոչ մի լուր չի ունեցել ընտանիքը։ Ամենավատն են մտածել։ 2 օր առաջ է զանգել ամուսինը, բայց կինն ավելի է սարսափել նրա հեվոցներից։ Մի կերպ է բառերն իրար կպցրել Վիգենը։ Նրան հիվանդանոց են տարել, բայց ինչ օգուտ։ Միայն տանջում են Վիգենին, անընդհատ տանջում են։ Վերջին շրջանում Վիգենին բժիշկ զննել է։ Նաև ողնաշարի ճողվածք ունի, սրտից ծանր խնդիրներ ունեցող տղամարդը։ Բայց բանտապահները թույլ չեն տալիս խմել նշանակված տեղերը։ Երբ քիչ է մնում ուշագնաց լինի, մի կտոր հաց ու թեյ են տալիս Բաքվի բանտում։ Նրա կերածն ու խմածը միայն մի բաժակ թեյն է ու մի կտոր հացը։ Մենք սարսափում ենք, անտանելի է մեր վիճակը, սիրտս պայթում է անճարությունից։ Լինդան եւ արգենտինահայ իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը կոչով դիմել են միջազգային մարդասիրական կազմակերպություններին։ Նրանք խնդրում են, որ անհապաղ անկախ բժիշկներ զննեն Վիգենին, նրան տեսակցեն միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Այն ինչ անում է Ադրբեջանի իշխանությունը անմարդկային է։ Նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի։ Վիգենի կյանքը վտանգված է։ Վիգենին 20 տարով ազատազրկել է Ադրբեջանի դատարանը։ Նա ամիսներ առաջ հացադուլ էր հայտարարել։ Մի քանի անգամ փորձել էր կյանքին վերջ տալ։ Գայանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։